Ինչպես կարելի է խոսել բարոկոյի մասին, չհիշատակելով Միքելանջելո Կարավաջոյին։ Ամենաապշեցուցիչ տարօրինակ արվեստագետներից է, որը հեղափոխական ազդեցություն ունեցավ բարոկոյի դարաշրջանում։ Միքելանջելո Կարավաջոն, ինչպես ինքն էր հիանում, հպարտանում իր անունով, ասում էր, ես երկրորդ Միքելանջելոն եմ։ Այո, շատ առումներով բարոկոյի Միքելանջելոն է կամ նոր Լեոնարդոն, նոր ժամանակաշրջանի գեղանկարչության մեջ։ Կարավաջոն չէր համակերպվում շատ բաների հետ։ Նա բռնկվող անձնավորություն էր, մարտնչող, նա դարձավ հետագայում ասպետ, նա վեճի ժամանակ պատահաբար մարդ սպանեց և փախուստի ճանապարհին ստեղծեց իր բոլոր գլուխգործոցները։ Ապրելով 37 տարի ընդամենը, նա կարողացավ լիովին ավարտված ամբողջական մի պարադիգմ ստեղծել արվեստի, որը տեղափոխվեց Իտալիայից դեպի Իսպանիա և եվրոպական բոլոր երկրները։ Կարավաջիզմ ստեղծվեց, բարոկոյի մեջ մի ոճ, որը անգամ ավելին է, քան ոճը, կարելի է ասել ուղղություն է։ Կարավաջիզմ ինչ է դա նշանակում։ Նախ և առաջ կարավաջիստներ են կոչվում համախոհները Կարավաջոյի, ովքեր կարողանում են իր նման նայել աշխարհին և այդ նորարարությունը բերել գեղանկարչության մեջ, որը նա բերեց։ Կարավաջոն ուղղակի զզվում էր կեղծիքից, չէր համակերպվում, երբ սուրբերին կամ բիբլիական թեմաները կամ թեկուզ ազնվական մարդկանց դիմանկարները պատկերում էին իդեալականացված, ոչ ռեալիստական, այսինքն նա կեղծիք չէր սիրում և հիմնվում էր նատուրայի վրա։ Դրա համար կարավաջիզմը նաև անվանում են նատուրալիզմ։ Նա նկարում էր բնորդներից, նատուրայից։ Եվ հաճախ ապշեցնում էր պատվիրատուներին, որովհետև նման բան չէին տեսել դեռ։ Այդպիսի դրամատիզմ, այդպիսի իրապաշտություն, այդպիսի խորություն և վարպետություն չէին տեսել։ Ասում էին, ինչպես է սա, ինչն է գաղտնիքը։ Նա շատ վրդովված կարող էր մարդուն դիպչել կամ քաշել թևից, ասել նատուրան, ես նկարում եմ նատուրայից, ես ուսումնասիրում եմ կյանքը։ Դա ռեալիստական նկարչության հիմքն էր։ Տեսեք, թվում է, թե ինչու վերածնունդը ռեալիզմ չէ, բարոկոն ընդհանրապես կամ մանիերիզմը կամ այնինչ իրապաշտական է թվում ռեալիզմ չէ, բայց կոնկրետ ռեալիզմ հասկացողությունը չէր։ Դա բերեց Կարավաջոն։ Կարավաջոն պետք է հասկանար, թե ինչպես են այդ միֆերը իրականում տեղի ունեցել մեր իրական կյանքում։ Ինչ իրավիճակում կարող է տեղի ունենալ այս կամ այն պատմական իրադարձությունը։ Նրան չէր հետաքրքրում պատմությունը, նրան չէին հետաքրքրում այն կարծիքները և կարծրատիպերը, որ ստեղծվել էին։ Նա պիտի ամեն ինչ հասկանար, տեսներ, հայտնաբերեր իր աչքով, շոշափեր իր ձեռքերով և պիտի երևի այդպիսի անհանդուրժող կերպար լիներ, որպեսզի կարավաջիզմ ստեղծեր։ Շատ շուտով, դեռ այդ իր կարճ կյանքի օրոք, կարավաջիզմը ունեցավ իր տարածումը։ Հասավ Իսպանիա, Իտալիայից տեղափոխվեց Հոլանդիա։ Եթե մենք մի պահ հիշենք մեծ արվեստագետներից բարոկոյի ժամանակաշրջանի, չէ, մենք անպայման պիտի խոսենք Ռեմբրանդի մասին։ Չենք կարող ուղղակի չհիշել Ռեմբրանդին, Վելասկեզին, հնարավոր չէ։ Բայց ովքեր են Ռեմբրանդը, Վելասկեզը։ Բարոկոյի խոշոր ներկայացուցիչներ, ովքեր շարունակել են կարավաջիզմի ճյուղը։ Հիշեցի, ինչպես էր Ռեմբրանդի աշակերտներից մեկը պատկերում Հովհաննես Մկրտչի մահապատժի տեսարանը։ Ռեմբրանդը զայրանում է, ասելով, որ այս դահիճը նույնիսկ թռչուն չի կարող սպանել, մեկին չի կարող նեղացնել անգամ, նա շատ բարի է և շատ հանդարտ է։
Եվ պատռում է հագուստը իր վրայի, կապում է գլխին, չգիտեմ, ընդունում է վայրենու դահիճի կերպար եւ ասում է նկարի, այս է դահիճը, որովհետեւ Ռեմբրանդը կարավաջիստ էր եւ գիշերները դուրս էր գալիս իր տաքուկ բնից, գնում էր, շփվում էր հարբեցողների հետ, նա մարդասպաններ էր տեսնում, նա բոլոր խավերի հետ էր շփվում, ուսումնասիրում էր կյանքը եւ ուրեմն դաժանությունը նույնպես համարում էր, որ արժանի է գեղանկարչության մեջ պատկերվելու համար, որպեսզի մարդիկ չունենան իլյուզոր կեղծ պատկերացումներ արվեստի մասին եւ կյանքի մասին։ Ինձ շատ հետաքրքրել է Կարավաջոյի բաները, այդ մահապատիժներին նվիրված մի քանի կտավներ։ Սարսափելի բաներ են, բայց նրանց մեջ նաեւ կա հերոսական ուժ, նաեւ կա չարը հաղթելու միտում։ Դա հրապուրանք չէ բացասականով եւ դաժանությամբ։ Կարավաջոն շատ ունի պատկերներ, որոնցում դաժանությունը առկա է, բայց դա ինքնանպատակ չէ։ Ցույց է տալիս ինչքան ահավոր է դա իրականում եւ ինչքան արվեստ կա այդ ամենի մեջ։ Եվ ինչքան հարաբերական է դառնում գեղեցկության հասկացողությունը։ Գեղեցիկը ստեղծելու համար պարտադիր չէ գեղեցկու դիմանկար նկարել։ Գեղեցիկը կարելի է տեսնել սարսափելի մեջ, ահավորի մեջ, թվացյալ տգեղի մեջ։ Արվեստի ուժը նաև դրանում է։ Կարավաջիզմ ասածը իր ազդեցությունը անդադ ընդլայնել է եւ կարծես թե այն աստիճան էր ճշգրտվում կարավաջիզմը, որ առաջացավ ժանրերի տեսակներ։ Օրինակ բոդեգոնը, որը նշանակում է պանդոկ, եւ բոդեգոն այդ ժանրի մեջ նկարիչները հաճախ պատկերում էին հասարակ առարկաներ կենցաղային, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն շարունակությամբ, բաներ, որ պարզ մարդկանց կյանքում է տեղի ունենում, խնջույքներ, հավաքներ, գյուղացիների կյանքից ինչ-որ ժանրային թեմաներ, կամ անգամ Սուրբ գրքից վերցված թեմաներ, որոնք տեղափոխվել են կյանք։ Բոդեգոնի ամենախոշոր ներկայացուցիչը Դիեգո Վելասկեզն էր իր սկզբնական շրջանին։ Իհարկե նա հետո դարձավ Իսպանիայի թագավորի պալատական նկարիչը եւ իր ամբողջ կյանքը անցկացրեց պալատում, այնտեղ էլ մահացավ։ Պատկերում էր թագավորներին, այդ ընտանիքը, բայց զուգահեռ համոզեց թագավորին արքային, որպեսզի նկարի թզուկներին, որոնք այդ պալատում կային։ Ոչ ոք չէր թզուկներ նկարում միջայդ։ Արվեստը բարձր բաների համար էր, ինչու պիտի թզուկներ նկարեին։ Եվ Սալվադոր Դալին մեծ ոգևորություն ունեցավ այդ կտավներից։ Ինքը արեց տարբերակները Վելասկեզական այդ կտավների։ Ֆենոմենն է էլի այդ հետաքրքիր ինձ համար արվեստում, որ ինչպես կարող է մի բան սկիզբ հանդիսանալ մեկ այլ բանի համար, եւ դա է շարունակությունը։ Ավելի որ կոնկրետանանք, ոգեղենությունն է, որը տվյալ ժամանակաշրջանում մարմնավորվում է կոնկրետ ձևի մեջ, այնքան սուր ձևի մեջ, որը այդ ոգեղենության ընկալումը ավելի է սրում եւ կամուրջ է հանդիսանում ժամանակի տարածության մեջ, որպեսզի աչք ունեցողը կամ ականջ ունեցողը լսի կամ տեսնի եւ կարդա նորովի եւ վերամարմնավորի այդ ամենը։ Անդադ խոսում ենք արվեստագետների մասին, թե հիշատակելով կին արվեստագետների։ Երևի թե արվեստի պատմության մեջ ամենաառաջի կարկառուն կին արվեստագետն էր Արտեմիսիա Ջենտիլեսկին, կարավաջիստ, որը շատ տպավորված էր Կարավաջոյի ամենադաժան կտավներից։ Նա ինչ-ինչ պատճառներով ատում էր տղամարդկանց։ Դրա համար ցանկանում էր պատկերել տղամարդկանց պատժի ենթարկելիս, դաժան, ամենադաժան իրավիճակներում։ Պետք էր գտնել դրա ուրեմն մետամորֆոզը, այլաբանությունը։ Հատկապես Հուդիթի թեման, ինչպես է Հուդիթը Հոլոֆերնի գլուխը կտրում, եւ Կարավաջոյի պես առաջի անգամ, նաեւ այդ առաջին անգամներից էր, երբ
process-ը, այդ դաժան process-ը մենք ուղղակի տեսնում ենք։ Արյունաշաղախ եղած այդ մարմինը, այդ սուրը նրա ձեռքում, դեմքի միմիկան, արտահայտությունը։ Արտեմիզիա Ջենտիլեսկին զարմանալի կարավաջիստ է, որովհետև երևի կարավաջիստների մեջից ամենամաքուրը, որ ուղղության տեսակետից հնարավոր չի պատկերացնել բարոկո առանց կարավաջիզմի կամ ռեալիզմ առանց Կարավաջոյի։